Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում իր աշխատանքներն է սկսել եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում էին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Հոգևոր խորհրդածությունից և աղոթական առանձնացումից հետո հետմիջօրեին մեկնարկեց հավաքը։ Ամենայն հայոց կաթողիկոսը իր պատգամը հղել է առցանց, քանզի Նիկոլ Փաշինյանի կամ արտահայտությամբ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ամենայն հայոց կաթողիկոսին ու որպես խափանման միջոց ընտրել չբացակայելու արգելքը, այդպիսով խոչընդոտելով վեհափառի մասնակցությունը։ Նշենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ Ավստրիայում պետք է տեղի ունենա եպիսկոպոսաց ժողովը, բայց Հայաստանի իշխանությունների կողմից վեհափառի ու տարբեր եպիսկոպոսների նկատմամբ հետապնդումներ սկսելուց հետո այն փոխեց իր ձևաչափը և ժողովի փոխարեն տեղի է ունենում եպիսկոպոսաց հավաք, որին ուղերձներ հղեցին նաև Արամ Ա. Մեծիտանն, Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի հայ պատրիարք ամենապատիվ տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք ամենապատիվ տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։